Բարի երեկո, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Ընտրություններից 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը անվերապահ հաղթանակի համոզմունք է հայտնում։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։ Ում կաջակցի ընտրություններից հրաժարված Սերժ Սարգսյանի հանրապետականը։ Ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։ Մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են անհապաղ ազատ արձակել եկեղեցում վարչապետի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանին։ Միացյալ Նահանգները 48 ժամ է տալիս Իրանին բացելու Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում սպառնալով դժոխքով։ Ինչ հետևանքներ է թողնում պատերազմն Իրանում, Հայաստանի տնտեսության վրա եւ արդյոք ինքնաբավ է երկիրը։ Հայաստանը նույնպես Իրանից մեծ ծավալով սննդամթերք է ներկրում, բանջարեղենից մինչև կաթի փոշի։ Գյումրիում հաստատված արցախցի ընտանիքը չի կարողանում տուն գնել։ Եվ այդպես մնացինք փակուղու առջև։ Կառավարող քաղաքացիական պայմանագրի համաժողովն էր, մեծ ինտրիգ չկար, Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուն է։ Այդ կարգավիճակում իր առաջին ելույթում նա շտապել է կանխատեսել ընտրությունների ելքը, անվերապահ հաղթանակ։ Միայն մի բայցով վարչապետն ընդունել է, որ առաջիկա ամիսներին էլ չի կարողանալու հեռացնել կաթողիկոսին, չնայած գործադրած ջանքերին։ Քաղաքացիական պայմանագիրն այսօր անցկացրեց 8-րդ արտահերթ համաժողովը։ Համաժողովի ընթացքում կուսակցականները միաձայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հաստատեցին վարչապետի պաշտոնի համար։ Քվեարկության է դրվում հետևյալ հարցը, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու հաստատել կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, ովքեր կողմ են բարձրացնել մանդատները։ Դեմ չունենք։ Բացի այս հաստատվեց նաև կուսակցության նախընտրական ցուցակն ու կուսակցության նախընտրական ծրագիրը, որն արդեն հրապարակված է։ Հնչեցին մի շարք ելույթներ, քաղաքացիական պայմանագրի առանցքային անդամները ելույթներ ունեցան եւ նրանց ելույթների առանցքում հիմնականում խաղաղությունն էր, իրենք պնդում էին, որ խաղաղություն է հաստատված եւ այն պետք է պահպանել, նաև նախարարները իրենց ելույթներում անդրադառնում էին նաև իրենց ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես իրենք էին պնդում, դրանք բազմաթիվ են։ Հետո արդեն ելույթով հանդես եկավ վարչապետը, նրա ելույթը եւս կառուցված էր խաղաղության շուրջ, նա պնդեց, որ հաստատված խաղաղությունը խնամքի կարիք ունի եւ որպեսի խաղաղությանը ոչինչ չսպառնա, կրկին կարեւորեց խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքները։ Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։ Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիչ Ներսիսյանի։ Ինչպես արդեն ասացի, հրապարակված է նաև կուսակցության նախընտրական ծրագիրը, այստեղ բազմաթիվ խոստումներ են տրված քաղաքացիներին եւ ամբողջը կառուցված է քաղաքացիական պայմանագրի վերջին 1-2 տարվա հայտարարությունների հիման վրա եւ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում նշեց, որ նախընտրական ծրագրի վրա աշխատել են վարչության անդամներն ու կառավարության կուսակցական անդամները։ Նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկը այն էր, որ քաղաքացիական պայմանագիրը փաստորեն հենց ծրագրում է ամրագրել այն, որ իրենց կարևոր անելիքներից մեկը լինելու է կաթողիկոսի հեռացումը, ինչպես գիտենք, նա քաղաքացիական պայմանագիրը
արդեն բավականին երկար ժամանակ է ինչ լծված է այս գործին, բայց այստեղ դեռևս որևէ կոնկրետ արդյունքի չեն հասել եւ փաստորեն որոշել են սա ամրագրել նաեւ իրենց նախընտրական ծրագրում, այնտեղ նշված է, որ կաթողիկոսին պետք է հանգստի կոչել եւ հետո ընտրել տեղապահ, հետո կանոնադրություն եւ նոր կաթողիկոսի ընտրություններ եւ այս ամենը ձևակերպվում եւ ներկայացվում է որպես եկեղեցու բարենորոգման ծրագիր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր բացատրեց, թե ինչու են որոշել այս դրույթը ամրագրել նաեւ իրենց նախընտրական ծրագրում։ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Այն թմկահարումները, դոշ ծեծոցիները, որ հայ առաքելական եկեղեցուն պաշտպանում են, պետք է պաշտպանեն հենց նման մարդկանցից։ Եվ չնայած հոգևորականների վերաբերյալ իշխանականների այս պնդումներին, Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումները փաստում են, որ եկեղեցու վարկանիշը Հայաստանում ամենաբարձրն է, եկեղեցուն հավասար վարկանիշ ունի զինված ուժերը։ Այսինքն ըստ էության այդ հարցումներով եկեղեցու վարկանիշը բարձր է նաև անցած տարվա համեմատ։ Վերադառնալով քաղաքացիական պայմանագրի համաժողովին եւ նաեւ նախընտրական ցուցակին, ես նշեմ, որ մի քանի ամիս շարունակ կուսակցությունը այս ուղղությամբ աշխատում էր, ներկուսակցական ընտրություններ էին կազմակերպում, վարչություններ տարբեր տեխնացուների հարցաքննում, լսում էր նրանց եւ ի վերջո տարբեր գործընթացների արդյունքում ցուցակը արդեն ձևավորված է։ Կուսակցության վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը այսօր ներկայացրեց, թե իր պատկերացմամբ ի վերջո ինչ ստանդարտներով են առաջնորդվել կուսակցականները ցուցակի ձևավորման համար իրենց քվեարկությունը կատարելիս։ Մեծ հաշվով դա գնահատական է նախորդիվ շրջանում գործիչների գործունեությանը։ Եվ դուք միայն հանրային գործունեություն մի պատկերացրեք, նաև կուսակցական գործունեություն կա։ Այսօրվա համաժողովից բացի քաղաքացիական պայմանագրի անդամները նաև այսօր խոսեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնավորապես նշեց, որ ինքը հպարտությամբ էր հետևում Պուտին-Փաշինյան բանակցություններին եւ պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանը այնտեղ ներկայացել է որպես անկախ եւ ինքնիշխան պետության ղեկավար եւ ես նշեմ, որ այդ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը հիշեցնում էր վարչապետ Փաշինյանին ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած օգուտներից, նաև ընդգծում եւ կրկին հիշեցնում էր, թե որքան էժան են Հայաստանին գազ վաճառում՝ ի տարբերություն մյուս երկրների։ Այստեղ այսօր լրագրողները Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին արդյոք այս մեկնաբանությունները Վլադիմիր Պուտինի, հետո նաև փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին զգուշացնում կամ ակնարկում է գազի գնի թանկացման մասին կամ այլ խնդիրներ ստեղծելու մասին։ Ազգային ժողովի նախագահը ի պատասխան հայտարարեց, եթե որևէ փոփոխություն այդ առումով տեղի ունենա, ապա Հայաստանն էլ կլքի այն կառույցները, որոնց անդամակցում է։ Նման խոսակցությունները նոր չեն եւ այդ օրինակ ապրանքների հետ կապված, գազի գնի հետ կապված տարիներ շարունակ եղել են եւ պետք է ասեմ, որ այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունը իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը ավելի քան 1 տարի է, ինչ ընդունել է Եվրամիության անդամակցության մասին օրենք, սակայն այս ուղղությամբ մինչ օրս որևէ առարկայական քայլ արված չէ։ Հայաստանի վարչապետը այս հարցին մշտապես անդրադառնալիս հետևյալ բացատրությունն է տալիս, նա ասում է, որ Հայաստանը նախ պետք է իր շուկան համապատասխանեցնի Եվրամիության ստանդարտներին, հետո արդեն երբ հասունանա ընտրություն կատարելու պահը, ապա ընտրությունը կկատարվի եւ եթե անգամ մեզ Եվրամիությունը չընդունի, ապա կարձանագրեն պարզապես այն, որ Հայաստանը ունի բարձր ստանդարտներին համապատասխանող ապրանքներ։ Ես նշեմ, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ այս հարաբերությունները Հայաստանի ակնհայտ դուրս
դուրս չեն գալիս Մոսկվային, այնտեղից բարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Հայաստանը ի վերջո պետք է ընտրություն կատարի եւ հասկանա, որ դրանք համատեղել, այդ երկու կառույցները համատեղել հնարավոր չէ, եւ նույնիսկ վարչապետի մոսկովյան վերջին այցից հետո փոխվարչապետ Օվերչուկը նշել էր, որ Հայաստանը մոտենում է այն կետին, որից հետո իրենք ստիպված են լինելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները վերանայել։ Մենք այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից փորձեցինք հասկանալ, եթե Հայաստանը հայտարարում է գազի գնի թանկացման դեպքում ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը լքելու մասին, արդյոք կան հաշվարկներ, թե այդ դեպքում Հայաստանի տնտեսությունը ինչ վիճակում կհայտնվի եւ այդ հնարավոր ռիսկերը ինչպես են չեզոքացվելու։ Ես կարծում եմ, որ իրականում գազի գինը չի փոխվի, որովհետեւ Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է որ մնա եւ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Սկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Սա մեկ, իսկ ինչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան։ Այսինքն ըստ էության այնպես չի, որ ԵԱՏՄ-ի մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում ինչ-որ աստղաբաշխական աճեր են արձանագրվում, հիշեցնեմ ուզես, որ 13, 14, 15, 16 թվականներին տնտեսական աճ եղել է 1-2%։ Նույնիսկ 16-ին աճ չենք ունեցել։ Գևորգ Պապոյանը նաև անդրադարձավ շատ կարճ երկաթուղու հարցին։ Ես նշեմ, որ դեռ ամիս ու կես առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման բերումով կորցնում է իր մրցակցային առավելությունները եւ հայտարարել էր այդ կառավարման իրավունքը ռուսական կողմից վերցնելու եւ որևէ այլ երրորդ երկրի փոխանցելու մասին, սակայն մոսկովյան բանակցություններից ակնհայտ դարձավ, որ ռուսները այդ սցենարին դեմ են եւ նրանք չեն ցանկանում հրաժարվել երկաթուղու կառավարումից եւ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում գնալ պայմանագիրը միակողմանի խզելու ուղղությամբ, թե ինչպես կհանգուցալուծվի վերջո այս հարցը, Գևորգ Պապոյանը այսօր այստեղ հայտարարեց, որ քննարկումները պետք է շարունակվեն, թեև Մոսկվայից վարչապետի այցից հետո կրկին փոխվարչապետ Օվերչուկը իր հայտնի հարցազրույցում նշել էր, որ որևէ պատճառ չեն տեսնում երկաթուղու իրավունքը վաճառելու որևէ այլ երկրի։ Այսօր համագումար էր անցկացնում նաև Սերժ Սարգսյանի առաջնորդած հանրապետականը, որն արդեն հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրություններին։ Գլխավոր հարցը մնում է, արդյոք նրա թիմակիցներն ընդգրկվելու են այլ ցուցակներում եւ ում է առաջարկում Սարգսյանը ձայն տալ հունիսի 7-ին ընդդիմադիր գործիչներից առնվազն 2-ի Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ երրորդ նախագահը տարաձայնություններ ունի, Սամվել Կարապետյանին համարում է իր ընկերը։ Հանրապետական կուսակցության համագումարն ավարտվեց։ Նորից առաջնորդ ընտրվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ ունեցավ։ Քննադատեց գործող իշխանությանը, Փաշինյանի իշխանությանը մեղադրեց 44-օրյա պատերազմի պարտության համար։ Առաջին անգամ հանրապետական կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Սերժ Սարգսյանը իր ելույթում մանրամասը նշեց նաև պատճառների մասին ու իրենց անելիքների մասին։ Թեև ընտրապայքարի մեջ չեն լինի, բայց ակտիվ կլինեն ընդդիմադիր դաշտում։ Ինչպես ինքը ձևակերպեց, Փաշինյանի դեմ պայքարի առաջամարտիկներից կլինի հանրապետական կուսակցությունը։ Մեզ իշխանափոխություն է պետք։ Մեզ չի հետաքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը։ Մնացած տարիները իլրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունում եւ վստահեցնում են ձեզ եւ մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ, ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուստ Սահակյանը, չմասնակցելը չպայքարել չէ։ Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին, նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը։ Նպատակ ունենալով նպաստել այս աղետաբեր ռեժիմին հաղթելու ընդդիմադիր ուժերի միասնական ջանքերին,
Հանրապետական կուսակցությունը իրական ընդդիմությանը ներկայացնում է հետևյալ առաջարկությունները, որպես մոտակա ժամանակահատվածում համատեղ պայքարի գործնական քայլեր։ Առաջին, ինչպես գիտեք, մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում։ Նախ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է եւ կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ ճշմարտության պահ։ Եվ հանրապետականը կարող է այս ամենը համակարգել մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությամբ, եթե իհարկե նրանց կհետաքրքրի նման առաջարկը եւ եթե նրանք ժամանակ կգտնեն միանալ եւ միասին զբաղվել նաեւ համազգային այս խնդիրներով։ Հանրապետական կուսակցությունը որևէ ընդդիմադիր ուժի չի սատարի։ Սոցհարցումներով պարզել են, որ իրենց աջակիցները ընտրելու են ընդդիմադիր ուժերին։ Այս ընթացքում ՀՀԿ-ականները կփորձեն մոտիվացնել մարդկանց, որ ընտրատեղամաս գնան ու ընտրեն ընդդիմադիրներից որևէ մեկին։ Սերժ Սարգսյանի ելույթից առաջարկում եմ դիտել հատված։ Շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։ Մենք հայտարարում ենք, որ հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը, որ գնան կարգախոսի ներքո, տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով։ Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր եւ ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր աղետաբեր ռեժիմին։ Այդուհանդերձ, ինչու 10 տարի Հայաստանը ղեկավարած Սերժ Սարգսյանին չհաջողվեց միավորվել որևէ ընդդիմադիր ուժի եւ ընտրապայքարին մասնակցել։ Արդյոք այս ընթացքում եղել են բանակցություններ եւ արդյոք նրանց հետ է պահել այն հաշվարկը, որ հանրապետական կուսակցությունը չէր կարողանալու հաղթել անցողիկ շեմը։ Սերժ Սարգսյանը այս հարցերին պատասխանել է լրագրողների հետ ընտրությունների արդյունքները, այսպես ասեմ, ոնց ասենք, պրեզենտացիա արվեց մեր կուսակցությունում եւ բոլորը տեսան, թե մենք նախորդ շաբաթ ինչ հնարավորություն ունենք, ինչ ռեյտինգ ունենք եւ դա մեզ թույլ էր տալիս շատ չասեմ տենց քայլելու։ Այո։ Չէ, ոչ։ Մենք անհատներով չենք ռեյտինգ արել, Հայաստան դաշինքի սատարումը, Հայաստան դաշինքի վարկանիշը մեզնից բարձր էր։ Եթե մեր վարկանիշը Հայաստան դաշինքից բարձր ելներ, ես կարծում եմ այն ժամանակ մենք պարտավոր էինք ուղղակի մասնակցել։ Իսկ ինչ վերաբերում է միավորող ուժին, ապա կարծում եմ, որ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը այո, ուժեղ Հայաստանն է եւ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել։ Եվ ընտրությունների հասցեատերերի, քվեարկողների կարծիքը նախընտրական այս աղմուկի մեջ քվեախցիկ մտնելուց 2 ամիս առաջ կողմնորոշվել են արդյոք։ Հələ տենանք ընտրություն կլինի թե չէ։ Իսկ հասկացում եք, որ կարող է ընտրություն լինի։ Առնաշեփոթ մի բան կարող է ստեղծվել ու Իրանում ինչ է կատարվում։ Մեկ է տեսարան էս մի ֆորս մաժորներ լինի, բան ամեն ինչը խառնավ իրար էլ։ Կարծում եք, որ մասնակցել ամեն դեպքում պետք է։ Անպայման, հա։ Գիտեք ում եք ընտրել։ Անպայման, չէ, 3-ից 1-ին, բայց հələ չեմ որոշում։ Ես դեռ 90-ական թվականներից եմ կողմնորոշված։ Այն կուսակցությունները, որոնք խելոք մտքեր են արտահայտում, գրագետ մտքեր են արտահայտում, ես դրանց կողմից եմ, ով կընդունի դրանից։ Այսօր մենք ոչ թե պետք է մտածենք ում ընտրենք, այլ չմտածենք, որ պրծնենք սրանք չընտրենք։ Ես ոչ Նիկոլին եմ ընտրելու, ոչ Քոչարյանին, ոչ Սերժին, ոչ դաշնակներին, ոչ էլ Արամ Սարգսյանին։ Այն նոր ոչ են հիները, ոչ էլ ներկան, նոր մարդիկ։
Այո։ Դա է հիմնական։ Ամենակարևոր հարցերը հիմա որոնք են, որ պիտի լուծվեն Հայաստանի համար ձեր կարծիքով։ Անվտանգության հարցերն ամենակարևոր, ուրիշ ոչ մի բան։ Կարանք սոված լինենք, եթե ինչ, բայց անվտանգությունը ամենակարևորն է։ Դեռ չեմ կողմնորոշվել, բայց հակված եմ, որ չեմ գնալու։ Իսկ ինչու։ Գիտեք ինչ, եթե ես գամ ձեզ մոտիկանամ եւ ասեմ, եկեք գնանք ինչ-որ մի գործ ձեռնարկենք, առաջին հերթին դուք հարցնելու եք, ասելու եք, իսկ դա ինչ գործ է, ինչ է իրանից դա ներկայացնում, այսինքն դուք ինձանից կուզենաք կարճ ասած ծրագրային հիմնավորում, որ ես ես կարողանամ իմ գաղափարներով, ծրագրերով համոզեմ։ Եթե ես ես կանգնեմ, ասեմ, դե գնանք մի բան անենք, հետո լավ կլինի, դուք ըստ երևույթի ինձ կհամարեք ավանտյուրիստ եւ ինչ որ մտավախություն կառաջանա։ Այսօրվա մեր թե գործող իշխանությունը, թե ընդդիմությունը ինձ մոտ մտավախություն են առաջացնում եւ ես կարծում եմ, որ այնտեղ ավանտյուրիզմից բացի ուրիշ ոչինչ չկա։ Քաղաքական դաշտում էլ եմ ասում, շիլաշփոթ է, խառնաշփոթ է։ Իշխանության տեսանկյունից իրենք իրենց գործը լավ անում են։ Այ ընդդիմադիր դաշտը, ախր ինչ է նշանակում, նույն 23 թվականին հերո չգրանք, 23 թվականին այդ բոլորը միահամուռ փողոցներում պայքարում էին լավորվա համար։ Այսօր միահամուռ ժողովրդական լեզվով ասած հազար ներողություն քլնգում են իրար։ Ախր երեք դուք իրար կողք էիք, այդ ոնց ստացվավ այսօր ուղղակի քաղաքական շահերը չի բռնում եւ ուղղակի տենց ամենավերջին հայոյախոսությամբ իրար վատաբանում են։ Դժվար է կողմնորոշվելը։ Դժվար է կողմնորոշվել սովորական մարդու համար, դժվար է կողմնորոշվել, եթե դու երեք մեկին համարում ես ընդդիմություն, այսօր այդ ընդդիմությունը եղած ընդդիմության վրա է դարձել ընդդիմություն։ Կողմնորոշված եմ, այո։ Ինչն է օգնել ձեզ, որ կողմնորոշվեք։ Այս ամեն ինչը, այս բոլոր իրադարձությունները, աչքիս առաջ տեղ ունեցող փոփոխությունները եւ այդպես շարունակ փոփոխությունները բավականին երկար, դրական իմաստով։ Կա մի բան, որ ձեզ դուր չի գալիս այս քարոզարշավ։ Որոշ բաներ կան, որ ես կուզեի բոլորովին այլ կերպ լիներ։ Այդ մեկը կար։ Չէ, չեմ ասի։ Այդ մեկը չեմ բացահայտի։ Բայց կա չեմ բացահայտի, որպեսզի իմ կողմին մի քիչ չթուլացնեմ։ Այսինքն դուք ձեր ուզած կողմի որոշ քայլերից եք դժգոհ։ Մի երկու բաներից դրա համար ես դա չեմ բարձրաձայնի, հասկանա։ Բայց ինչպես եք կարծում, ինչպես է ձեր դժգոհությունը հասնելու իրենց կամ ինչպես են իրենք իմանալու, որ իրենց էլեկտորատը կա բաներ, որ չի հավանում։ Երևի պետք է չի որ հասնի։ Հավատացեք, այդ գուցե զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուցե ես ուրիշ բան կուզեի, բայց բարձրաձայն չեմ ասի, չեմ խոստովան։ Ոչ, չեմ կողմնորոշվել։ Հենց ձեզ էինք ման գալիս։ Մարդ ով չի կողմնորոշվել, հետաքրքիր է, ինչ է անհրաժեշտ, որ դուք կողմնորոշվեք։ Ինչին եք սպասում։ Չգիտեմ։ Չեմ սպասում ոչ մի բանի։ Գնալու եք բայց ընտրության։ Այո։ Բայց ում կընտրեմ, դեռ պարզ չի։ Այ հենց պիտի քարոզարշավը հավանաբար նպաստի, հա դրան։ Չեմ կարող ասել։ Չեմ հավատում ոչ մեկի։ Այսինքն այդ օրը վերեք կենալու մտածեմ ում կընտրեմ այդ օրը, տենց պատահականության սկզբունքով։ Այսինքն նույնիսկ հնարավոր է պարզապես դնջեմ։ Բոլորին։ Վերջ։ Մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են անհապաղ ազատ արձակել եկեղեցուն վարչապետի հետ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանին, պնդելով, որ կալանքը կիրառվում է կամայական առանց բավարար հիմնավորման եւ համաչափության որպես պատիժ, ինչպես նաեւ վախի մթնոլորտ է տարածվում հասարակության շրջանում։ Կազմակերպությունները հիշեցնում են, որ Մինասյանը 18 տարեկան է, դպրոցական, ըստ ընտանիքի ունի առողջական խնդիրներ, այդ թվում ազատազրկման հետ անհամատեղելի, նա 3 կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց։ Լրատվական կենտրոնն է ուղիղ եթերում, օրվա լուրերը անընդհատ թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում։ Այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Միացյալ Նահանգները 48 ժամ է տալիս Իրանին բացելու Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում սպառնալով դժոխքով։ Ինչ հետևանքներ է թողնում պատերազմն Իրանում, Հայաստանի տնտեսության վրա եւ արդյոք ինքնաբավ է երկիրը։ Հայաստանը նույնպես Իրանից մեծ ծավալով սննդամթերք է ներկրում, բանջարեղենից մինչև կաթի փոշի։
Գյումրիում հաստատված արցախցի ընտանիքը չի կարողանում տուն գնել։ Եվ այդպես մնացինք փակուղու առջև։ Ուկրաինայի Նիկոպոլի շուկայի վրա ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է ևս 19 վիրավորվել, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ բանակցելու Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ։ Այցին նախորդել էր Թուրքիայի առաջնորդի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 48 ժամ կարևորագույն նշանակության Հորմուզի նեղմուծը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի դժոխքում։ Մինչ այդ Թեհրանը եւ Վաշինգտոնը հայտնում են, որ Պարսից ծոցի երկնքում խոցվել են ամերիկյան 2 ռազմական ինքնաթիռներ, 2 օդաչու փրկվել է, իսկ երրորդը դեռ որոնվում է Թեհրանի ուժերի կողմից, իսկ այսօր Իրանը մահապատժի է ենթարկել 2 տղամարդու ընդդիմադիր խմբավորման իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության հետ կապերի եւ զինված հարձակումներ իրականացնելու մեղադրանքով։ Այժմ էլ այն մասին, թե պատերազմն Իրանում ինչ հետևանքներ կարող է թողնել Հայաստանի տնտեսության վրա, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների ներմուծումը արդեն դադարել է, ինչի հետևանքով գնաճը անխուսափելի կլինի, դա նաև պաշտոնական կանխատեսմամբ, բայց արդյոք Հայաստանը ինքնաբավ է պարենի առումով։ Ավելի քան 1 ամիս է Թեհրանը թույլ չի տալիս, որ իրանական ծագման սննդամթերքն ու գյուղատնտեսական ապրանքներն արտահանվեն այլ երկրներ։ Իրանն այս քայլին գնաց պատերազմի մեկնարկից հետո, որպեսզի բավարարեն ներքին պահանջարկը։ Հայաստանը նույնպես Իրանից մեծ ծավալով սննդամթերք է ներկրում, բանջարեղենից մինչև կաթի փոշի։ Իրանական սննդամթերքի արտահանման արգելքից հետո Հայաստանում արդեն թանկացումներ են նկատվում։ Պաշտոնական թվերը դեռ չեն հրապարակվել, բայց պատասխանատուները կանխատեսում են, որ այն գնաճի վրա կունենա 1,2-ից 1,7% ազդեցություն։ Այժմ փորձենք պարզել մատակարարման շղթաների խափանումների այս շրջանում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ինքնաբավության ինչ մակարդակ ունի Հայաստանը։ Որքան ենք օգտագործում, դրա որ մասն է տեղական եւ որքան ներկրում այլ երկրներից։ Մեր հաշվարկները կիրականացնենք պաշտոնական վիճակագրության վրա հենվելով, որոնք մեղմ ասած հարցեր են առաջացնում։ Հայաստանում ամենաշատն օգտագործվող մթերքից սկսենք։ Անցած տարի Հայաստանում ցորենի ընդհանուր բերքը 132,500 տոննա է կազմել։ Ներկրվել է ավելի քան 332,000 տոննա, ընդհանուր շուրջ 83 միլիոն դոլարի։ Տարեստարի ցորենի համար Հայաստանն ավելի շատ է վճարում, իսկ ինքնաբավության մակարդակը ոչ միայն չի ստացվում գոնե մի փոքր բարձրացնել, այլ դեռ նվազում է։ Վերջին անգամ այդ հաշվարկը պաշտոնապես 2024-ի համար են իրականացրել։ Ցորենով ինքնաբավության աստիճանը մոտ 23% է կազմել։ 2022-ին այն ավելի բարձր էր, շուրջ 24%։ Այս ծրագիրը մենք առաջին անգամ կիրառել ենք, եթե չեմ սխալվում, 2020 թվականին COVID-ի ժամանակ։ Իմաստը հետևյալն էր, որ մենք փորձում ենք խրախուսել, որպեսզի մեր հայրենակիցները ցորենի ցանկ կատարեն հնարավորինս բարձրորակ սերմերով։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարիներ շարունակ ցորենի արտադրության խթանման ծրագրեր է իրականացնում, միլիոններ ծախսում, սակայն վիճակագրությունը հիմա ոչ թե աճ, այլ ուղիղ հակառակն է արձանագրում։ Լավ, տեղական ցորենի արտադրության ծավալներով ինքնաբավության բարձր մակարդակի հասնելը դժվար խնդիր է ու գուցե տնտեսապես ոչ այդքան արդյունավետ։ Նույնը սակայն չեն կարող ասել կաթի արտադրության մասին։ Տարեստարի մեծ տեմպերով ինքնաբավության մակարդակը նվազում է։ 2025-ին Հայաստանում շուրջ 565,000 տոննա կաթ են արտադրել։ 5 տարի առաջ այն շուրջ 671,000-ի էր հասնում։ Բացը լրացնում ենք օրինակ կաթի փոշի օգտագործելով։ 2021-ին կաթի արտադրության ծավալներով ինքնաբավության աստիճանը շուրջ 88% էր։ Այս վիճակագրության ամենաթարմ 2024 ամփոփող տվյալներով այն նվազել է մինչև 78,6%։ Հաշվի առնելով արտադրության ծավալների շարունակական կրճատումը, կարող ենք ենթադրել, որ ինքնաբավության աստիճանն այժմ էլ ավելի ցածր է։ Խնդիրն այնքան խորացավ, որ էկոնոմիկայի նախարարն այս տարի բաց տեքստով խոստովանեց. դեֆիցիտ կա։ Ցանկացած գյուղում, որտեղ օրական կհավաքվի մի ամբողջ գյուղում 700 լիտր կաթ,
խնդրում եմ զանգահարեք էկոնոմիկայի նախարարություն եւ մենք արագ կազմակերպենք մթերման կետ այդ գյուղում։ Ինձ դիմում են մեր արտադրողները եւ խնդրում են կաթ, որովհետեւ կաթ չկա Հայաստանում, դրա պատճառով նաեւ գները նախորդ տարվա նկատմամբ բարձրացել է եւ այսինքն մեծ ոչ թե կաթ չկա, այդքան չկա, ինչքան որ իրենց պետք է։ Կաթի արտադրության ծավալների կրճատումը խորքային խնդիր է։ Մի կողմից կառավարությունը վերջին տարիներին միլիոնավոր դոլարներ է ծախսում աջակցության ծրագրերի ավելի կոնկրետ խելացի անասնագոմեր կառուցելու համար։ Մյուս կողմից գյուղատնտեսները դժգոհում են, կով պահելը ձեռք չի տալիս, թանկ է, հարմար չէ, չի ստացվում։ Կովին ծնավ 20 լիտր կաթ կթիր 140-ով տվիր, 2800-ի օրը կաթ տվեց, ընդ հաշվում ես իր կերի միավորում, իր ամեն ինչը, ինքը քեզ տալու է խոսքի, ասենք, մի կովից ասենք մնաց 500 դրամ։ Մի 6 ամիս կտվա, 6 ամիս հետո քիչ-քիչ շամփկումա, արդեն էդ էլ ծուլ չունես։ Եթե եկամուտ չկա, մարդը իր տնտեսությունը ժամաժամ հետ է եթում, ինքի վիճակի չի դրամ պահել։ Խնդիրը դրա մեջ է։ Սրա հետևանքը անասունների քանակը նվազեցնելու գյուղատնտեսների կացնային որոշումն է։ Այս տարեսկզբին հաշվառվել է 187,325 հատ կով։ 5 տարվա ընթացքում քանակը նվազել է ավելի քան 78,000-ով կամ շուրջ 30%-ով։ Մինչ գյուղատնտեսական թեմաները քաղաքական աղմուկի պայմաններում բավարար ուշադրության չեն արժանանում, կաթի խնդիրն ազգային անվտանգության մարտահրավերի մասշտաբներ է ստանում։ Կառավարության առաջարկած լուծումը ավելի բարձր կաթնատվություն ունեցող կովեր գնելն է։ Գործադիրը մասնակի փոխհատուցում է տրամադրում։ Վերջին տարիներին կովերի համատարած սպանդից հետո էլ Հայաստանը չի կարողանում այնքան տավարի միս արտադրել, որ այլ երկրներից ներկրելու կարիք չլինի։ Ինքնաբավության աստիճանը 2024-ի տվյալներով 88% է կազմել։ Անցած տարի Հայաստանը ստիպված է եղել շուրջ 30 միլիոն դոլարի սառեցրած տավարի միս ներկրել։ Հարցն ավելի սուր է թռչնամսի դեպքում։ 2025-ին ավելի քան 46,000 տոննա թռչնի միս է ներկրվել, ընդհանուր ավելի քան 75 միլիոն դոլարի։ Թեև թռչունների գլխաքանակը վերջին տարիներին շատ չի փոխվել, սակայն ինքնաբավության մակարդակը չի բարձրանում։ 2024-ի տվյալներով 26%։ Փոխարենը լավ է, որ ձվի քանակի խնդիրներ առանձնապես չկան։ Իդեպ մատակարարման շղթաների խափանումները, արտադրության ծավալների փոփոխությունները, որոնք մեկ բառով եթե ընդհանրացնենք, ապա գնաճը ուղիղ ազդեցություն ունեն նաև մթերքի օգտագործման ծավալների վրա։ Օրինակ, տարեց տարի նվազում է հայաստանցիների օգտագործած կաթի ու տավարի մսի ծավալը։ Ու մինչ իշխանությունները տնտեսական զարգացման մասին բարձր հայտարարություններ են անում, Հայաստանում սպառված սննդամթերքի էներգետիկ արժեքը մեկ շնչի հաշվով չի գերազանցում օրական միջինը 2000 կիլոկալորիան, ավելի քիչ, քան անհրաժեշտ է առողջ քաշ ունեցող մարդուն։ Գյումրի տեղափոխվենք, նաև այստեղ են հաստատվել տեղահանված արցախցիները, բայց հաստատվել դեռ դժվար է ասել, ամենակարևոր տան հարցը լուծել չեն կարողանում։ Տեղահանված Խաչատրյանների ընտանիքը 24 տարի անց վերադարձել է Գյումրի, այնտեղ, որտեղից Լեռնային Ղարաբաղ էին տեղափոխվել։ Ընտանիքի դստեր Անի Հայրապետյանի նորաստեղծ ընտանիքը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում էր բնակվում, 2020 թվականին քաղաքի գրավումից հետո հայրական տուն է վերադարձել Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ։ 23 թվականին ադրբեջանական հարձակումից հետո արդեն ծնողների ու համագյուղացիների հետ են տեղահանվել։ Թեև երիտասարդ ընտանիքը փաստաթղթեր ունի ձեռքին, որ 23-ին են դուրս եկել Արցախից, բայց բնակապահովման ծրագիր ընդգրկվել են ոչ թե ընտանիքի անդամների քանակով փոխհատուցման ծրագրով, այլ բոլորին մեկ 10 միլիոն դրամ արժողությամբ վկայական է տրամադրվել։ Կառավարության առաջարկած այս 10 միլիոն ծրագիրը վերաբերում է 20 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի գրաված տարածքներից տեղահանվածներին։ Անին ասում է, իրենց դեպքում ստացվում է, որ 10 միլիոն դրամանոց վկայականով փաստացի 4 ընտանիք պիտի տուն գնի։ Ես եմ դրացրել, ես ամուսինս ու բալիկս, մենք պատրաստ ենք ընդունել 10 միլիոն դրամ եւ գնել մեր տունը։ Մենք Գյումրիում նույնպես կարող ենք այդ գումարով փոքրիկ, բայց մեր տուն ունենալ, բայց մենք ինչ մտածենք, որ սերտիֆիկատը կգա Կիսուրիս անվանի եւ բոլոր անդամները ներսում կլինեն։ Եվ այդպես մնացինք փակուղու առջև։ Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը 10 միլիոն դրամով բնակարան ձեռք բերի, մյուսները կզրկվեն տուն գնելու հնարավորությունից։ Մեզանից որևէ մեկը, ով օգտվի այս սերտիֆիկատից, մնացած անդամները մնում են առանց բնակարանի։
Եվ հիմա տվել են 10 միլիոն դրամ սերտիֆիկատ, որի մեջ մտնում է մեր ընտանիքը իր 4 անդամներով, երկրորդ տեքրոջս ընտանիքը իր 5 անդամներով, 3 անչափահաս երեխա կինամուսին, մյուս տեքրս, կիսուրս, գերսարս։ Իդեպ, Անիի սկեսրայրը Արցախից բոլորովին վերջերս Հայաստան տեղափոխված 11 անձանցից մեկն է։ Սակավաթիվ հայերի թվում նա էլ էր մնացել Ստեփանակերտում եւ Հայաստան տեղափոխվեց միայն այս հունվարին։ Թե ինչպես են բացակա սկեսրայրին վկայականի մեջ ներառել, Անին չի հասկանում։ Ստացվում է այնպես, որ մարդը ֆիզիկապես ներկա չի եղել, բայց նրան տվել են սերտիֆիկատ։ Պետական մարմիններին հարցնում է, եթե մարդը դիմումը չի լրացրել, առանց նրա կարծիքը հարցնելու ինչու են 10 միլիոն դրամանոց վկայականի ծրագիր ներառել։ Գոնե այն մարդիկ, ովքեր ընդհանրապես դիմում չեն լրացրել, նրանք չեն ուզել օգտվել այս սերտիֆիկատից, փաստացի նրանք բոլորն են զրկվել աջակցություններից եւ 23 թվականի սերտիֆիկատից։ Քանի որ այս Չարաբաստիկ սերտիֆիկատը կոչվում է առանձին շրջաններից տեղահանվածների սերտիֆիկատ։ Այդ կետով բոլորը զրկված են ամեն ինչից։ Արդեն 2 տարի է Անին տարբեր դռներ է թակում, սակայն առայժմ ապարդյուն։ Փակուղու առաջ հայտնված ընտանիքը ակնկալում է, որ կառավարությունը կվերանայի կրկնակի տեղահանվածների վկայականի տրամադրման կարգը ու իրենց պես խնդրի առաջ կանգնած ընտանիքներին անձերի քանակով բնակարանի ձեռքբերման փոխհատուցում կտրամադրի։ Եվ մենք հիմա պայքարում ենք, որ գոնե, եթե մենք պետք է օգտվենք այս սերտիֆիկատից, գոնե մեր տան անդամները, քանի որ դիմում չեն լրացրել ընդհանրապես, օգտվեն իրենց իրավունքից 23 թվականի սերտիֆիկատից։ Այս հարցը նաև վերջերս արցախցիների հետ վարչապետի ու կառավարության անդամների հանդիպմանը բարձրաձայնվեց։ Արցախցիները որոշման վերանայում են ակնկալում։ Հանդիպման մասնակից տեղահանվածները փաստեցին, որ 10 միլիոն դրամով տուն գնել հնարավոր չէ։ Սոցապ նախարար Արսեն Թորոսյանը թվերով հակադարձեց։ Մենք տվել ենք 3947 սերտիֆիկատ, որից 3715-ը իրացվել է։ Ըստ էության ճնշող մեծամասնությունը եւ չի իրացվել փաստացի 232 սերտիֆիկատ ընդամենը։ Եվ մենք որոշումներ կայացնելուց չենք կարող այս հանգամանքը հաշվի չառնել։ Նախարարը օրինակ բերեց կառավարության վերջին նիստում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին տրամադրվող բնակապահովման մյուս ծրագրով մի շարք բնակավայրերում մեկ անձին տրամադրվող փոխհատուցման չափը 3 միլիոն դրամը 4 միլիոն դարձրեց ու այն տարածվեց նաև արդեն բնակարան ձեռք բերած ընտանիքների վրա։ Կառավարության այդ օրվա նիստում էլ վարչապետը բնակապահովման ծրագրի այս փոփոխության մասին խոսելիս հայտարարեց, թե խաղաղությունը կա, մնում է պանդուխտի հոգեբանությունից դուրս գալ։ Երբ որ մենք ասում ենք տարիներ առաջ, որ մենք մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի, մենք հիմա հասցրել ենք խաղաղ նավահանգստի։ Ուղղակի մեզ այդ նավի ուղևորներից նույնպես պետք է խաղաղվել։ Խաղաղվել նշանակում է տնավորվել, բողջաները քանդել եւ դասավորել պահարաններում։ Պաշտոնական տվյալներով 2024 թվականին մեկնարկած երկրորդ ծրագրով 2336 ընտանիք բողջան քանդել ու նոր տուն է տեղափոխվել։ 2896 արցախցի ընտանիք դեռ վկայականները ձեռքներին տան փնտրտուքի մեջ են։ Հիմնական խնդիրը արցախցիների խոսքերով գումարն է։ Բնակարաններն ավելի թանկ են, քան իրենց տրամադրվող գումարը։ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Արցախից ավելի քան 100,000 մարդ է տեղահանվել։ Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հարության տոնը, կաթողիկոսը Էջմիածնի մայր տաճարում մատուցել է ճրագալույցի պատարագը, վարչապետը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում լսել է Գարեգին II հրաժարականի պահանջին միացած Նավասարդ arczepiskopos Կճոյանի մատուցած պատարագը։ Հարության պատարագը վաղն առավոտյան է։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կհանդիպենք։